վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում ինչ կաթնամթերք ընտրել։ Վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի համար իհարկե շատ կարևոր են նույն ճարպալուծ վիտամինները, կալցիումը, վիտամին D-ն, սելենը, յոդը իհարկե, որոնք մեծ քանակությամբ պարունակում են կաթի, կաթնամթերքի մեջ։ Սակայն, քանի որ վահանաձև գեղձի խնդիրները կարելի է բաժանել գերֆունկցիայի, երբ որ շատ է արտադրվում յոդը, եւ թերֆունկցիայի, այդ պարագայում կաթնամթերքն է պետք է համապատասխան ընտրվի։ Եթե մենք ունենք օրինակ գեր ֆունկցիա, երբ որ յոդը շատ է արտադրվում, բնականաբար կաթի քանակը պետք է սահմանափակենք, բայց չդադարենք, այսինքն չհանենք ընդհանրապես ռացիոնից, այլ օգտագործենք ավելի ցածր յուղայնությամբ։ Քանի որ տեսեք օրինակ գեր դոզավորման գեր ֆունկցիայի դեպքում կալցիումը օրգանիզմից դուրս է գալիս ակտիվ եւ այդ պարագայում կալցիումի փոխարինումը եւ կալցիումի ընդունումը շատ կարեւոր է։ Իսկ հիպոթիրեոզի թերֆունկցիայի դեպքում ավելի նախապատվությունը կտամ ֆերմենտացված պանիրներին, մածունին, կեֆիրին, հունական յոգուրտին եւ ավելի ուրեմն բարձր ճարպային, այսպես ասած, զանգված ունեցող կաթնամթերքին։